Այսօր վաղ առավոտյան փորձ է արվել պայթեցնել Երևան քաղաքի ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։ Դեպքը 4:30 է տեղի ունեցել, այնքան վաղ, որ երևի թե աքաղաղները ծուղրուղու չէին հասցրել կանչել։ Գուցե միայն մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվով շրջում էր եւ հպարտ հարկատուների պատուհաններից ներս նայելով ստուգում արդյոք նրանք աշխատում են, թե գլուխ են պահում, քնած են։ Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, երբ որ ես քսում եմ, դուք քնած եք։ Ողջույն սիրելի բարեկամներ, իհարկե վերջին հատվածը սարկազմ է, բայց այդ ժամին երեխաների պատուհանի տակ է ամեն բան տեղի ունեցել եւ ինչպես Մայր Հայաստան ընդդիմադիր դաշինքը հավաքանու հայտարարություն է տարածել, այդ հայտարարության մեջ նշում են, որ Գևորգ Ստեփանյանի մանկահասակ երեխաները վախեցել են, ստրես են տարել, բնականաբար։ Ողջույն բոլորին, եթե կարելի է անվանել բարի լույս այս պահը, այս պահին մենք գտնվում ենք Մկրտիչ Սեթրակյան փողոցում, հրատապ ահազանգով ժամանել ենք դեպքի վայր, մեր հավաքանու խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հարձակման է ենթարկվել եւ հրկիզել են մեքենան։ Ես հիմա փորձեմ այսպես կադրը շուռ տալ։ Խնդրեմ մեքենայի վիճակը տեսեք։ Բենզինի հոտը վառ արտահայտված է։ Տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանները, տարածքը սահմանազատել են։ Մեզ համար ակնհայտ է, որ սա ահաբեկչության նպատակ ունի այս քայլը եւ բոլոր նրանք, ովքեր Գևորգ Ստեփանյանին փոքրինչ ճանաչում են, բոլորն էլ կարող են հաստատել, որ Գևորգ Ստեփանյանը այն մարդը չի, որ որևիցե մեկի հետ միջանձնային այնպիսի իրավիճակ ստեղծի, որ ինչ-որ անձնական հարցերի հիման վրա նման բան լինի։ Սա կնում է ակնհայտ պատվիրովի բնույթ եւ այս ամենի պատասխանատուները, այս ամենի, այսպես ասենք, շահառուները գործող իշխանություններն են։ Հավաքանու նիստերի ժամանակ կոնֆլիկտներ, բիրտ ուժով, ոստիկանական ուժով դահլիճից հեռացնել, ինչ ասես չենք տեսել մենք այս 1.5 տարվա ընթացքում։ Բայց այս ամենը տեղի է ունեցել այն նիստից հետո, որտեղ մեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Նորքի կամ այսպես ասեմ Մասիվի թաղապետ Տեր Մարգարյան Տիգրանի միջադեպի հետ կապված իբրև թե նախատում է, չէ, նույնիսկ չի նախատում, այլ կարելի է ասել գործնականում խրախուսում է ծեծկռտուքը։ Եվ պարոն Մարգարյան, կարծում եմ, որ դուք էլ նույնպես կարիք կունենաք խոսելու այս թեմայի մասին։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի, Բարև ձեզ սիրելի համաքաղաքացիներ, ես հիմա գտնվում եմ Նորք վարչական շրջանում, 3-րդ մասիվում, 105 մանկապարտեզի դիմաց, իմ ձեռքի տակ է պայմանագիրը, որը կնքված է 19 ապրիլ 2023 թվականին եւ աշխատանքները պետք է ավարտված լիներ 550 օր օրացույցային օր, այսինքն 550 օրում պետք է իրանք ավարտված լինեն։ Եկեք գնանք այս խայտառակությունը տեսնենք միասին։ Նայեք, արդեն քանդվում է։ Հալավ հետո մարդ է, կարա մարդու կատկեր է, կարա չի կարելի էլի։ Նույնն են դե։ Գնա։ Ձեր ասֆալտը ծաղկում է։ Լստեն նայեք։ Մերսի ամենամա հանենք մեկի։ Ես հանենք մեկի գլխին չընկնի։
Աշան ձեր գլխին պետք է տան։ Քաշ կծրած։ Որ հասկանաք։ Վիզուալ տեսք ապահովում։ Գոնե սա խփում եմ ձենա գալի ձեր գլխին որ խփենք այդ ձենը չի գա։ Մի պետք է, հայ, նայեք ինչի է ծառայում։ Նայեք։ Ստեղ նույն բանը, նայեք։ Ստեղ ծառայումա, քանի որ ԿՊ-ի ժամանակ նարկոմանյան է զարգանում շատ ուժեղ։ Դա համար այս մանկապարտեզը համար է ծառայում։ Ծերից ծեր պետք է կանոնադրության փոխվի, որտեղ սա ծառերը մեջն են։ Եվ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Բորենիների նման հարցակվում են Արթուր Չախոյանի վրա, բերման են ենթարկում Արթուր Չախոյանին։ Սա նորմալ չի։ Ոստիկանության դիմաց եկել եմ իմ աջակցությունը հայտնեմ Արթուր Չախոյանին։ Դատապարտում եմ եղածը, խիստ եմ դատապարտում եւ այս ամբողջի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն։ Կրում է ՔՊ-ն, իդեմս քաղաքապետի եւ մնացածի։ Այսինքն երբ որ այս ամբողջ process-ը ինչից սկսվեց, երբ որ բացահայտում ես, ասում ես կոռուպցիա, թալան, մանկապարտեզները վիճակին են, ասում ես մարդ պիտի բարոյական խնդիր ունենա։ Այս մարդկանց բարոյականությունը մենակ կապված է իրանց վոտերի արանքի ու հետևի հետ։ Տղեկ բարոյականությունը մարդու այստեղ է, հասկանում եք։ Եվ ասում եմ, ժողովուրդը պետք է գնահատական տա։ Գործող իշխանությունը կեղծ ձևով խոսում էր արժե համակարգներից, խոսում էր կոռուպցիա թալանից, նորից եմ կրկնում, այս ամբողջը կոռուպցիայի թալանի պաշտպանության ակցիա է։ Եվրոպա գնացողները չէին, այն եվրոդաշինքները ինչ է, դրանց ներկայացուցիչ չեն հիմա հարցակվում։ Կամաց գնացեք Եվրոպա։ Ինչպես հիշում եք, մի քանի օր առաջ ակտիվիստ Չախոյանին մասիվի թաղապետարանում մի քանի հոգով, այդ թվում հենց Նորքի թաղապետ կամ համայնքի ղեկավար Տեր Մարգարյանի մասնակցությամբ դաժանաբար ոհմակի ձևով ծեծում են Արթուր Չախոյանին։ Նա անդրադարձել էր վատ ասֆալտին, այն մանկապարտեզներին, որոնք վերանորոգվում են քաղաքապետարանի կողմից, անորակ շինարարության հետ կապված։ Նա ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված արդեն քանի տարի է լուսաբանում է, գնում է, նկարում է, եւ իդեպ նա շատ լավ տեղեկություններ է տալիս հանրությանը, թե մեր հարկերի հաշվին կոնկրետ այս իշխանությունները, քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ինչի վրա են ծախսում եւ ինչ անորակ շինարարություն է գնում։ Իսկ վերջին նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը Տեր Մարգարյանի հետ զրուցելիս ասում է չպետք է իհարկե սադրանքներին տրվեիք, այն թաղապետն էլ ասում է այո ես պետք է սադրանքներին չտրվեի, բայց մինչ դա նա չէր զղջում։ Իսկ Տիգրան Ավինյանը ասում է ես հասկանում եմ, որ դուք վրդովել եք, չէ որ քաղաքապետարանն է տարբեր մանկապարտեզներ վերանորոգում եւ ընդհանրապես շինարարությունը, այդ թվում ասֆալտը ձեր պատասխանատվության ենթակայության տակ չէ, այլ մեր դուք այստեղ իբրև թե մեղք չունեիք։ Մի խոսքով այնպեսի կարելի ասել դիֆերամբներ են ձոնում, հա, իրանք իրանցով, ուղղակի ես հիշեցնեմ, անցած հաղորդման ասում էին, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է Տեր Մարգարյանը, բայց ոչ, մենք նշել էինք, որ Հանրապետություն կուսակցությունից է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի, որ տարբերակեք, որովհետև գիտեք, Արամ Սարգսյաններ մենք երկուսը ունենք, այս դեպքը իմ կարծիքով պետք է շատ լայն ուրեմն հնչեղություն ունենա, որովհետև համ մռութ են կոտրում, համ պայթեցնում են, հիշեցնեմ նաև, որ մի քանի տարի առաջ էլ նմանատիպ դեպք է եղել, էլի ընդդիմադիր քաղաքական հայտնի գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենայի հետ, այդպես էլ չհասկացանք, թե ովքեր են այդ ամենը, ինչպես ասում են, զակաշչիկները, բայց պատվիրատուները սովորաբար չեն հայտնաբերվում են միայն այն մարդիկ, ովքեր փող են ստանում եւ երբ որ դուք ծանոթանում եք դատական գործերի հետ, իբրև թե
մեր իրավապահները աշխատում են բացահայտել, բայց բացահայտում են միայն կատարողներին, իսկ պատվիրողներին միայն մենք կարող ենք գուշակել։ Տվյալ դեպքում հասկանալի է, որ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում եւ շատ ցավալի է, որ ինչքան էլ իբրև թե ճակերտավոր ներողություն են հանրությունից խնդրում, որովհետև բոլորը նախատում են, որ թաղապետը ընդհանրապես պետական ատյաններում գտնվող պաշտոնյաները իրավունք չունեն այդ ձևի ոհմակային ծեծկռտուքներ կազմակերպել կամ իրենք ասում են, թե Արտուր Չախոյանը ինքն է սադրել, բայց դա ոչ մի կապ չունի։ Մենք ի վերջո միայն լսում էինք սկզբում հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը գալիս էին իշխանության, իբրև թե մենք ժողովրդավարություն ենք մեր երկրում ծավալելու եւ ես ենթադրում եմ, որ նաեւ քաղաքակրթություն։ Այս ամենը այնքան զազրելի է մեզ սովորական քաղաքացիների համար, որ քաղաքական գրզվռտուքները մեզ իսկապես հոգնեցրել են, բայց շատ շնորհակալ կլինենք, որ եւ հատկապես քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետություն կուսակցության անդամները մի քիչ իրենց սանձերը իրենց քաշեն, որովհետեւ անբարո բառապաշարով սոցիալական ցանցերում իհարկե հատկապես ընդդիմադիրների կամ այն մարդկանց, որոնք արտահայտում են իրենց խոսքը, ազատություն չեն տալիս, այսինքն եւ անմիջապես իրենք են կամ ֆեյքերով հարձակումներ կատարում սոցիալական ցանցում, իսկ իրական կյանքում այ գերադասում են ոչ թե մարդուն ընդունել, բացատրել, խոսել, թեպետ մենք տեսնում ենք, ամեն դեպքում մեզ ցույց են տալիս, որ ես Չախոյանին չեմ նշում ընդդիմադիր, որովհետև նա իսկապես անընդհատ նույն բանն է ասում, որ կատարում է ուղղակի հասարակական աշխատանք եւ մեզ այո պետք է, եթե մենք չունենք տեսչություններ, որոնք կարող են որակը ստուգել, հետո մեզ թափանցիկ այդ ամենը ինչ որ ծախսվում է հարկատուների գրպանից բյուջե լցված գումարներով մենք չենք տեսնում եւ շնորհիվ Չախոյանի եւ նման մարդկանց մենք կարողանում ենք իրազեկվել, որ մեր գումարները նաև փոշիանում են, իսկ տեսչությունների հետ կապված շատ հետաքրքիր է, որ անցած անգամ նշեցի սննդի անվտանգության ծառայության տեսչական մարմնի ղեկավարի Նիկոլ Փաշինյանը հեռացրել էր այսպես ասած աշխատանքից, թեպետ ասում են, որ Արմեն Դանիելյան է անունը, Արմեն Դանիելյանը ինքն էր հրաժարական տվել, բայց արի ու մետես մենք իմացանք երեք, որ նրան ձերբակալել են։ Անցած հաղորդմանը Եվս անդրադարձել էի, որովհետև մարզեր էի գնացել եւ ընդհանրապես անասնաբուծության, գյուղատնտեսության հարցերն էի դրել եւ սպանդանոցների, որ սպանդանոցները սարքեցին, բայց դրանք չեն աշխատում եւ ստիպած գյուղացիները իրենց կենթանիներին վերացնում են կամ քչացնում են գլխաքանակը։ Արդյոք դա կապ ուներ այս ՍԱՊԾ-ի ղեկավարի ուրեմն հետ, հետո ձերբակալումը մենք կարող ենք միայն գուշակել, որովհետև երբ դուք փնտրում եք ինֆորմացիա, թե ով է այդ Արմեն Դանիելյանը, որը 22 թվականին վարչապետին կից այդ բոլոր տեսչական մարմինների վերահսկող ուրեմն ծառայության պետի տեղակալ ընդունվել, իդեպ տեղեկությունները իմ մոտ կծկտուր են, նա 86 թվականի ծնված է, Գավառի Կարմիր գյուղից է եւ վերջ, էլ ուրիշ ինֆորմացիա չկա։ Բոլոր ինչ վերաբերվում է այդ մարդու հետ, որը տեսչական մարմին է ղեկավարել, սննդի անվտանգության հեռացված են։ Ես համոզված եմ եւ դուք սիրելի բարեկամներ, որ դիտում եք, մենք արդեն հղկված ենք, ոնց ասում են իմունիտետ ունենք, որ նման դեպքերում ձերբակալում են, հետո գործը կամ կարճում են, կամ մենք չենք իմանում ինչ է եղել, ինչ է տեղի ունեցել, կամ երբ որ պետք է լինում, այսպես ինչ որ մի ինֆորմացիա մենք ասում ենք ուտկա են գցում, որ գիտեք ինքը պետության դեմ էր, պետական անվտանգության հետ կապված
հարցերում էր խառնված։ Դե այս դեպքը կարծում եմ այն հայտնի թալանչիների գրպանները թափտալու հետ կապված չի, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է ինչու այդպիսի քայլ արվեց, սկզբից հեռացվեց աշխատանքից, որովհետև եթե կա հանցագործության գործոն, սովորաբար իրավական տեսանկյունից ճիշտը, որ ինքը աշխատի եւ միջև գործը ընթանումը իր պարտականությունները կատարի։ Բայց այստեղ հենց աշխատանքից ուրեմն հեռացրել էին, ձերբակալել էին։ Քանիցս գործեր են հարուցել, հետո շատ հանգիստ ձևով մարդկանց բաց են թողել։ Երբ վերլուծում ենք այդ դեպքերը, ծանոթանում ենք, խորանում ենք, եւ այն հայտնի դեպքերը, թե նախկին իշխանությունների ժամանակ այդ բառը օգտագործում են, որովհետեւ բառը դարձրել են դրոշակ եւ ինչ որ մեկին ձերբակալում են կամ իրենց ուրեմն ունեցվածքը բռնագանձում են, հետո հայտնվում է այս իշխանությունների նոր այսպես կոչված հարստացած կամ մարդկանց կամ օլիգարխների, այսպես ասեմ։ Եվ ավարտելով այսօրվա կարճ եթերը իրադարձությունների մասին, ասեմ, որ այն գործընթացը, որը Սրբազան պայքարի երիտասարդ թևն էր կազմակերպել իմպիչմենտի հարցը, այսինքն անվստահությունը Նիկոլ Փաշինյանին, այն աստիճանի փակուղային իրավիճակում է, որ ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր թևը ասում է, մեկը ասում է ինչու մենք դրան միանանք, մյուսն էլ խոսքը գնում է պատիվ ունենքի, այսինքն հանրապետական կուսակցության անդամներին եւ նախկին ԱԱԾ տնօրեն Վանեցյանի այդ կուսակցության անդամների միջև այսօր ստորագրել են, որ բացատրում են, թե իրենք այո կողմ են անվստահություն ներկայացնել Նիկոլ Փաշինյանին եւ impeachment պահանջել, բայց իրենք չունեն իրենց վարչապետի թեկնածուն։ Եվ այդ ստորագրությունները ներկայացրել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նրանից հետո երբ մյուս ընդդիմադիր կողմը, այսինքն Հայաստան դաշինքը հարցականներ էր տվել, թե ինչու մենք impeachment-ին մասնակցենք, կա արդյոք իրավական տեսանկյունից այդ գործիքները։ Impeachment-ի հնարավորություն ունեք մինչև այս տարվա կես, որովհետև մինչև 1 տարվա սահմանադրությամբ, եթե չեմ սխալվում, կա դրույթ, որ մինչև 1 տարի նախորդող ժամանակահատվածում հնարավոր հայտարարելու չհաջողված փորձից հետո 1 տարի եւս այլևս չեն կարող impeachment հայտարարել։ Ընտրություններից առաջ է, չէ, 1 տարվա ժամանակ։ Նայեք, իրականում մենք մի անգամ impeachment հայտարարելու առաջարկը եղավ փողոցում, մեր բոլոր պատգամավորներով եկանք ազգային ժողով գիշերով, ասենք մենք ստորագրում ենք։ Բայց պետք է կազմակերպել այդ մեր ստորագրությունները չի բավականացնում։ Նորից կրկնում եմ եւ չեմ շարունակում։ Impeachment հայտարարելու համար X քանակի ձայն է։ Մնացած բոլորը ինչ։ Հաշվեք մի հատ, 10 քանի ձայն է։ Հաշվեք մի հատ, ով մնացածը խոսում է, թող ասի գեղամ, անունը չտասի 4-ը պատգամավոր ջեբս դրածա, ասեմ լավ 4-ից է բրծան։ Մնացած բոլոր հարցերում այդ հեզը շրջանառելը շահարկու է։ Մի խոսքով քաղաքական դաշտում ընդդիմադիր հատվածում շարունակվում են անառողջ իրար վրա ցեղ շպրտոցները, արդարացումները, իսկ քաղաքացիական պայմանագիրը եւ իր արբանյակ կուսակցությունները, այդ թվում Հանրապետություն կուսակցությունը շարունակում են իրանց խուժան պահվածքը եւ վիրտուալ աշխարհում եւ իրական աշխարհում։ Հատկապես Հանրապետություն կուսակցության անդամներից, ովքեր թաղապետ են, ասեցի մասիվում, մեր մոտ էլ Դավթաշենում, սովորական քաղաքացիները, երբ ինչ-որ մի հարցի համար զանգում են կամ դիմում են, դուք միայն պետք է լսեք իրենց բառապաշարը, գողական փողոցի խուժանի ձևով, եթե ասում եք խնդիր կա, իրենք ասում են, չհասկացա, այս հետևից էս ընկե, ինչ խնդիր, ինչ բան, կամ լավագույն դեպքում ասում են, հա, կանենք։ Ես հորդորում եմ բոլորին, իհարկե հույս չունեմ, որ գոնե այդ բառապաշարի, դե ասում են, չէ, որ երբ որ ինչ-որ մեկին զանգում ես պետական ատյան, իբրև թե ձայնագրվում է, որ ծառայությունները բարելավ են, այ լսեք, տեսեք, ում հետ են խոսում,
Եվ ընդհանրապես խոսում են, հեռախոս վերցնում են, ինչի համար ենք մենք բյուջեն լցնում, ինչի համար է մեր ֆինանսական հատվածը նորանոր պարտքեր վերցնում աշխարհից ու մեզ մտցնում նոր պարտքերի մեջ, որ անընդհատ մենք այս ամենը հանդուրժենք, այս խուժանությունը, այսքանը սիրելի բարեկամներ, կհանդիպենք